Ապրիլի 10-ին դուք բողոքի ակցիա իրականացրեցիք, որից հետո ոնց որ դրական պատասխան էիք ակնկալում։ Հիմա ինչը ձեզ այսպես զայրացրեց, որ դուք կրկին փակել եք ճանապարհը։ Զայրացրել են, աղջիկ ջան։ Մենք ուղղակի ուզում ենք մեր տրանսպորտը, մեր 59 համարը նույն ձև շարունակվի։ Մեզ պետք չեն այս երթուղայինները, մենք հազիվ ենք երթուղայիններից պրծել, որովհետև իրան հետո ճանապարհը շատ կարճ է երթուղայինների։ Երթուղայինի ճանապարհը շատ կարճ է, ամեն մեկս մի քանի ուսանող ունենք, որ տնից դուրս են գալիս։ Մենք 2-3 տրանսպորտ փոխելով չենք կարող նրանց վարձերը հասցնենք, ոչ ուսման վարձերը, ոչ ճանապարհածախսերը, նույնը մենք ենք, թոշակառու մարդիկ ենք, ինչպես կարող ենք 2-3 տրանսպորտով քաղաքում մեր հարցերը լուծենք, դրա համար պահանջում ենք, որ մեր 59 համարի ավտոբուսը ոնց աշխատել է, նույն ձև աշխատի, մեզ երթուղայիններ պետք չեն։ Մենք երթուղայիններում իրար շալակ թռած տարբեր հոտերով գնում գալիս ենք։ Հիմա դա մեզ պետք չի։ Մեզ պետք է մեր 59 համարի տրանսպորտը։ Մեր պահանջը դա է։ Ոստիկանները ձեզ հորդորում են, որ ճանապարհը բացեք, որովհետև դուք անօրինական եք փակել ճանապարհը։ Մենք անօրինական չենք։ Մենք ունենք մեր պահանջը։ Ոստիկանները մեզ չեն նեղացնում, շատ լավ մեզ հասկանում են, գիտեն մեր պահանջը ինչ է, նույն ձև էլ շարունակ չեն խոչընդոտի։ Չենք խոչընդոտի, ոչ։ Մենք ուղղակի պահանջում ենք, որ մեր 59 համար մենք դիմել ենք բարձրագույնին, բայց նույն երթուղայինները ուղարկել են, իսկ մենք չենք ուզում դա։ Մենք ուզում ենք մեր 59 համարի տրանսպորտը։ Նշվեց, որ մի քանի բանակցություններ են ընթացել, որի արդյունքում ձեր պահանջը չի իրականացել։ Ինչի՞ց հետ եք դուք դա կապում։ Նորից պետք է պահանջենք։ Ասում եմ, մինչև երեխան չլացի, մայրը չի կերակրի։ Հիմա մենք ենք, մինչև մենք չպահանջենք, իրենք մեր պահանջները չեն կատարի։ Իրենք ամեն մեկը մի քանի հատ ավտոներում նստած, իրանց համար գնում գալիս են, ոչ մի խոչընդոտ չունեն։ Իսկ մենք մեր ուսանող երեխաներին չենք կարողանում բավարարենք մեր շատ ցածր աշխատավարձով կամ մեր ցածր թոշակով, որ կարողանանք մեր երեխաներին ուղարկենք իրանց ուսումը ստանալու։ Դա է մեր պահանջը։ Մենք ոչ կռվում ենք, ոչ մեր պահանջը միայն մեր 59 համարի տրանսպորտն է, որ մենք նստենք Թոշակառու կինեմ, 40,000 դրամ փողում։ Ես այսքան տեղը ոնց եմ շոշովի շնում, այսքան տեղը ոնց եմ գալիս, ինչի համար։ Ես պահանջում եմ 59 թող աշխատի։ Դուք նաև դիմում եք, չէ՞ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմումին արձագանքել է նա։ Այդ ես տեղեկություն չունեմ էլի։ Ես ուղղակի դիմել եմ։ Երկու նախարարին եմ դիմել, բանին եմ, քաղաքապետարանին եմ դիմել, թող մեր հարցերը լուծեն։ Եթե կառավարության կողմից պատասխան չեղավ, դրական պատասխան չեղավ, ձեր հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Մեր հաջորդը նորից են փակում։ Պարոն Ազիզյանը խոսակցություն է տանում, որը որ չի համապատասխանում իրականությանը։ Ես խնդրում եմ պարոն Ազիզյանին կանչեք մեր մոտ փոխադարձ զրուցելու։ Խոսակցությունը։ Պարոն Ազիզյանը ասում է, որ մենք խոչընդոտում ենք երթևեկությանը եւ այլոց իրավունքներին խանգարում ենք։ Ես դրա հետ համաձայն չեմ, ես կարող եմ պատասխանել պարոն Ազիզյանին, բայց ոնց հասկացա ինքը չի ուզում մեզ լսել։ Եվ այստեղ կենտրոնացված են ոստիկանության շատ ուժեր, որը մեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Մենք սահմանադրությամբ շարժվում ենք մեր իսկ օրենքներով, ես նշեցի եւ բազմաթիվ անգամ կնշեմ, իշխանությունը մենք ենք բերել իշխանության եւ յուրահատուկ նույն կերպ, ինչ կերպ այս պահին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կատարում է, մենք բացառապես անում ենք ժողովրդի պահանջը, որ պահանջով, որ մենք բերել ենք իշխանության։ Եթե այս պահանջը անօրինական է, իշխանությունը ակամայից ընդունում է, որ ինքը անօրինական ընտրված իշխանություն է։ Խնդրում եմ այդ քայլերը դադարեցնել։